Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Պարսից ծոցին պայծառ ապագա է սպասվում առանց ԱՄՆ-ի ներկայության։ Պարսից ծոցի ազգային օրվա առթիվ հղած ուղերձում, որը հրապարակվել է սոցցանցում, Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Պարսից ծոցի եւ Հորմուզի նեղուցի համար պատմության նոր գլուխ է ձևավորվում։ Այսօր, երբ աշխարհի բռնակալների կողմից տարածաշրջանում իրականացված ամենամեծ ռազմական մոբիլիզացիայից եւ ագրեսիայից, ինչպես նաեւ Ամերիկայի սեփական ծրագրի շրջանակում կրած ամոթալի պարտությունից անցել է 2 ամիս, Պարսից ծոցի եւ Հորմուզի նեղուցի համար նոր գլուխ է բացվում։ Պատերազմի առաջին օրը վիրավորված Խամենեին, որը դեռ չի ներկայացել հանրությանը եւ առ այսօր միայն տեքստային ուղերձներ է հղել, չի բացատրել, թե ինչպես է վերացնելու ամերիկյան շրջափակումը։ Մինչ այդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրանական նավահանգիստների շրջափակումը կշարունակվի այնքան, մինչեւ Թեհրանը չհամաձայնի գործարքի, որը կփարատի ԱՄՆ մտահոգություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Աքսոսի հետ զրույցում ԱՄՆ նախագահն ասել էր, որ շրջափակումն ավելի արդյունավետ է, քան ռմբակոծությունը։ Նա պնդել էր, թե շրջափակումը տնտեսապես խեղդում է Իրանին, իսկ հաջորդիվ էլ ավելի վատ կլինի նրանց համար։ Թրամփը պնդել է, թե Իրանը ցանկանում է գործարք կնքել, սակայն ինքը չի ցանկանում շրջափակումը հանել, քանզի չի ուզում, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի։ Շրջափակումը հանճարեղ է, լավ, շրջափակումը 100%-ով անթերի է եղել։ Դա ցույց է տալիս, թե որքան լավն է մեր նավատորմը։ Կարող եմ դա ձեզ ասել։ Ոչ ոք խաղեր չի խաղալու։ Աքսիոսը նաև գրում է, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը սկսել է Իրանի դեմ կարճատև եւ հզոր հարձակման ծրագիր մշակել, եթե բանակցությունները ձախողվեն։ Ըստ լրատվամիջոցի, նոր ծրագիրը Թրամփին կներկայացվի այսօր։ Վաշինգտոնը դեռ չի մեկնաբանել լուրը։ ԱՄՆ պաշտպանության նախարարն էլ կոնգրեսում լսումների ժամանակ արդարացրել է Իրանի դեմ պատերազմը, որը առ այսօր մոտ 25 միլիարդ դոլար է արժեցել ամերիկացի հարկատուներին։ Փիթ Հեքսեթը հերքել է պնդումները, թե ԱՄՆ-ն այս պատերազմով խրվել է ճահճում։ Նախարարը նաև ասել է, թե Իրանը Հորմուզի նեղուցում զբաղված է ծովահենությամբ։ What they're doing right now is effectively piracy. Այն ինչ նրանք անում են հիմա փաստացի ծովահենություն է, դա ահաբեկչություն է, դա սպառնում է միջազգային նավագնացությանը եւ մեր շրջափակումն ազդակ է աշխարհին, որ իրականում մենք ենք վերահսկում այդ նեղուցը։ And our blockade is signaling to the world that we actually control that strait. ԱՄՆ ֆինանսների նախարարն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը բռնագրավել է Իրանին պատկանող մոտ կես միլիարդ կրիպտոարժույթ։ Սկոտ Բեսենթը պնդել է, որ տնտեսական ճնշման եւ իրանական նավահանգիստների շրջափակման արդյունքում Իրանի կառավարությունն արդեն ճգնաժամի մեջ է հայտնվել։ Ապա հավելել է, որ այս միջոցառումներն անդառնալի վնաս կհասցնեն Իրանի տնտեսությանը։ Իրանում մինչդեռ համաձայն չեն ամերիկացիների հետ խորհրդարանի խոսնակը հերքել է, թե տնտեսական ճնշումը խնդիրներ է ստեղծում Իրանի համար։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սոցցանցում գրել է, որ մինչ այժմ իրանական նավթաօրերում պայթյուններ չեն եղել, հավելելով, որ երկիրը պատրաստ է դիմանալ տնտեսական ճնշմանը առնվազն եւս 30 օր։ Նա նաև քննադատել է Բեսենթին Թրամփին վատ խորհուրդներ տալու համար։ Ահա այսպիսի անհեթեթ խորհուրդներ էր ԱՄՆ վարչակազմը ստանում Բեսենթի նման մարդկանցից, որոնք եւս առաջ են մղում շրջափակման տեսությունը եւ արդյունքում նավթի գինը բարձրացել է $120-ից ավելի։ Հաջորդ կանգառը $140 է։ Խնդիրը տեսությունը չէ, այլ մտածելակերպը։ Այս ընթացքում Իսրայելը շարունակել է գործողություններն արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի դեմ Լիբանանի հարավում։ Կան զոհեր։ Իսրայելը նաև Միջերկրական ծովում կանգնեցրել է նավատորմ, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում իսրայելական հարվածներից գրեթե հողին հավասարեցված Գազա։